Խաղաղություն քուրեր եղբայրներ, Աստված ձեզ օրհնի, շատ ուրախ ենք ձեր մեջ լինելու համար, Տերը օրհնի, ես բարևներ չեմ անում, որտեղ Աստծո եղբայրը կան, թե չեմ մոռացել եմ, դրա համար եմ ասում։ Փառք Աստծո, որ այսօր նորից ստեղ ենք հավաքվել։ Իմ սրտում գիտեք ինչ կա, քուրեր եղբայրներ, մենք հավատքի ժողովուրդ ենք, մեզ կոչում են հավատացյալ։ Այն ժամանակ, չգիտեմ, Հայաստանում կարգեր են փոխվել, բայց երբ որ կողքին ասում էր անհավատ, նեղանում էր, բայց մեզ հավատացյալ կլիչկա ունենք, հիշում եք, հավատացյալները հավատացյալ, բայց ինչու ինչն էր, ինչ է եղել, որ մեզ բան են, որտեղ իրանք ասում են երխմի վաղը մեռնել կա, բայց մենք հավատում ենք, այն ինչ որ Աստված ստեղծել է, սկսել է մեր մեջ, ավարտին պիտի հասնի, գրված է թե գրված չի։ Քուրեր եղբայրներ, առաջի աշխարհը գրված է կործանվեցավ ջրեղեղով, ճիշտ է, Արարասաղը այսօր տենում ենք, այսինքն ժողովուրդը այն ամբարիշները, երկրորդ աշխարհը պիտի կործանվի Պետրոսի թղթերում կրակով։ Հիմի ելք կա թե իսկ բրծնելու, թե մենք դա պիտի լինենք, ո՞նց եք մտածում։ Աստված իր բարկությունու վրա է թափում, ամբարիշների, ճիշտ է թե չէ։ Դրա համար ասենք քուրեր եղբայրներ, որպեսզի Աստված մեզ այդ բանից ազատի, Թեսաղոնիկեցիս թղթերում գրված առաջի տաս, որ Աստված մեզի ազատես մեղքից, նաև գալիք բարկությունից, որ պիտի լինի։ Դրա համար մենք երանելի ժողովուրդ ենք։ Դրա համար Աստված ասում է ձեր կանչող սուրբի պես սուրբ եղեք։ Նայեք, մի բան ասեմ, հանկարծ չնեղանաք։ Պետրոսի թղթերում գրված է, որ Աստված ուշացնում է իր գալուստը, որպեսզի ինչ լինի, որպեսզի մարդիկ ապաշխարեն։ Արեք չուշացնենք, որտեղ մեղավորը ես եմ ու դու ես։ Ինչքան մենք ուշացնում ենք, այնքան ինքը ուշանում է։ Իմ ու քո համար, կարող ասեք ես ինչ ասում, Աստծո խոսքն է ասում։ Մարդու համար մի իմ ու քեզ եմ ասում, ես չեմ սիրում այ դուք։ Իմ ու քո համար ուշացնում է Աստված իր գալուստը, որտեղ գրված է իր գալուստը ուշացնում է, որպեսզի բոլորը հասնեն։ Բայց մի բանի վրա եմ քուրեր եղբայրներ, մենք որ հավատքի ժողովուրդ ենք, առաջի անգամ որ Աստված Եգիպտոսից հանեց իր ժողովրդին, մենք կարդում ենք իրանց աշկերն ա տեսել կարմիր ծովը բացվելուց, իրանց աշկերն ա տեսել բոլոր հրաշքները։ Ճիշտ է թե չէ, բայց գրված է այնտեղ ընկան ովքեր անհավատները, իրանք ինչ էին հավատում։ Եհովային չէին հավատում, ոչ չէին հավատում, այս սա բոլոր իրանց աչքի առաջ էր, բայց ընդ ընթացքում մի քիչ պրոբլեմներ առաջացավ և իրանք արդեն խառնվեցին իրար, միթե Աստված մեզի միսել կարա տա, չէ, ու սկսեցին անընդհատ տրտունջ, եթե քուրեր եղբայրներ, ինչի համար եմ ասում, քո բերանի խոսքով արդարանաս, քո բերանի խոսքով դատվես, և հասավ բանը նրան, որ անընդհատ տրտնջում էին, և Աստված Մովսեսին ասեց, լսի ասեց, դուք ոնց որ ասում եք, ընենց եմ ձեզի անելու, ձեր բերանի խոսքով, քուրեր եղբայրներ, մենք հավատացյալ ենք, Քրիստոսի արյունը քեզի, երբ որ դու զղջում դարձի ես գալիս, ինչ է անում, որ մաքրում ա, դու ինչ ես լինում, արդարանում ես, ոչ թե մենք բոլորս գիտենք, որ մարդկային արդարությունը զերո է, մարդուն սկի, այն ինչ որ վիճակում Աստված տեսավ ու մեր կողքով չանցավ, սկի բանը, այդ հոշոտող կենդանին չեր ուտի, որտեղ ուտելու բան չէր, այնքան զզվելի էր մարդ արարածը, բայց Աստված մեզի գտավ։ Մարդը ինքնիստյան զերո է, բայց մենք զերո ենք, քուրեր եղբայր, Իսրայելն ասում է, ոչ թե նրա համար, որ դու ամբողջ ասերից ամենամեծն էիր, ընդհակառակ ամենափոքրն էիր, քու չափերի միջնա հարթ չափը ճանաչում ասի, հանգիստ էլի մի մեծամտածի, քուրեր եղբայրներ։ Այս բոլոր բաները ինչ եմ ասում, քուրեր եղբայրներ, որ հավատքը շատ կարևոր է մեր կյանքում։ Երբ որ դու զղջում դարձում ես Քրիստոսի արյունը, նոր ուխտի արյունը քեզ մաքրում սրբում է։ Հետո ինչ է ասում Սաղմոսներում, արդարի աղոթքը Աստված լսում է։ Ճիշտ է թե չէ։ Ձեր բոլոր հոգսերը ինձի տվեք։ Մենք ասում ենք հավատացյալ ենք, այս ձեռով հոգսը տալիս ենք Հիսուսին, ձախով էլ վեկալում ենք, մենք ուզում ենք, չենք կարա մեր հոգսերը, մենք չենք կարա պրոբլեմները լուծենք, մենք չենք կարա մեր գլխի մի մազ ավելացնել, պակասներ, բայց Աստված ուզում է, որ դու հավատաս, վստահես իրան, որ ինքը կարող է, հույսդ քո վրա մի դիր, ոչ մի բանի վրա մի դիր, ոչ ծանոթի, ոչ փողի, ոչ ընկերություն, ոչ մի բան, որտեղ դրանք սաղ զերո են, բայց իրա վրա դիր, քուրեր եղբայրներ, ու նայի Աստծո խոսմունքներին, ես չեմ ասում մեղ գործենք, փրկվենք, քուրեր եղբայրներ, տես բան չկա, Աստված մեր սրտերն է քնում, մեր տես բան չկա, հին ուխտում թվոցում է, եթե չասում գրված ասում, եթե դու մեղ գործես, մեղքը քեզ մեկա կգտնի, այնպես որ հնարավոր չի փախնել, մենք բոլորս գիտենք, որ հնարավոր չի, քուրեր եղբայրներ, Աստված մեր միտքը կարդում է, մեր սիրտը գիտի։
Աստված, երբ որ Աբրահամին խոսքում էր տվել Իսահակի որդի համար, բայց Աբրահամը քուրեր եղբայրներ, ավելի լավ է Հռոմեացի թղթերը կարդամ, ինչի մարմեսի կարդում, մեզ էլ է խոսմունք տվել, մեզի խոսմունք տվել է, թե չէ։ Ահա ես ձեզի հետ եմ միջև հանգարց որ ճամփին ընկար, էլ վերջ, ես ջնջեցի քեզի, տես չի, չէ, քուրեր եղբայրներ։ Եթե անապատում օծը բարձրացեց, անապատում երբ որ Իսրայելը մեղք էր գործում, եւ ասվեց պղնձի օծը բարձրացրու, եւ ով որ պղնձի օծին նայի, պիտի բժշկվի։ Քուրեր եղբայրներ, այսօր չեմ կարծում համեմատական, այսօր Քրիստոս Գողգոթան, Քրիստոսի այրունը, երբ որ դու մեղանչում ես, աշկերտ Գողգոթային ես անում, Քրիստ զղջում ես, ապաշխարում ես, Քրիստոսի այրունը մեզի լվանում մաքրում է, քուրեր եղբայրներ։ Երբ որ Քրիստոսի այրունը մեզի լվանում մաքրում է, արդեն մենք վստահ, ես չեմ ասում, նայեք գրված է, որ չխառնենք իրար, որտեղ մեկ-մեկ լինում է մեր մոտ էլ, բա որ մեղք գործես, իսկ ով ասում մեղք գործես, մեղքի վարձքը մահ գրած է, բայց մենք խոսում ենք հավատքից, քուրեր եղբայրներ, Պողոսը մի ձև էր խոսում, Պետրոսը մի ձև, Հակոբոսը մի ձև, հասկանում եք, եթե մեկը մի ոս խոսում, անպայման չպետք է ես իրան հակառակ ինչ-որ մի բան, յանը հերոս եմ, չէ, քուրեր եղբայրներ, մեղք գործելու մասին չենք խոսում, եթե մեղք գործես, մեղքի գործը մահ է, բայց մենք խոսում ենք սրբությունից, եթե քեզի Աստված կանչել է փրկության, ես պետքա վստահություն ունեմ, իհարկե գրված է, այն օրը կասեն քո անունով էս արեցինք, այն արեցինք, դրա վտանգը կա, բայց դետից խոսում են մարդուն, որ ինքը իր եսով չի տարված ու ուրագորալով էթում է, մտածելով վերջում պետք է հայտնվի այնտեղ, որտեղ իրան սպասում են, չէ, երբ որ սրտում է Բաբիլոնը, ոնց որ Բաբիլոնը կառուցելու հիմնական նպատակը գրված էր, արեք մեզի անուն վայելենք, այտենց էր թե չէ, գրված է, ամբողջ այդ շինության այդքան ընդ միլիոնավոր հազարավոր մարդիկ սպանվեցին, ինչ ահա որ այն վաղտո կռանչել, ինչ ահա որ տանջանքների միջև երկինք հասնեն, մեզի անուն վայելենք, որ աշխարհով մուգուչ եղբայր ասեն։ Աստված սաղ քանդեց, դրա համար Տերը մեզի օգնի։ Ուզում եմ կարդամ, երբ որ խոստումը տվեց Աստված Աբրահամին, Աբրահամը նայեց ոչ թե մեռած վիճակին իր ու Սարայի, նայեց խոսմունքին, որտեղ իրան խոսմունք տվող ով էր, Աստված էր, քուրեր եղբայրներ, մեզ էլ է խոսմունք տված, ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Աստված ինչի է Եբրայեցի թղթերում ասում է առանց հավատքի անհաճելի է Աստծո հաճելի լինել։ Բայց ինչի չեմ հասկանում, շատ ժամանակ մեկն էս մի հատ խոնարհություն, յանը խոնարհություն, շատ ժամանակ մեզ թվում է դա Աստծուն դուր է գալիս, դուր չի գալիս, որտեղ Հռոմեացի թղթերում գրված է, ինչ որ հավատքից չէ, մեղք է։ Որ մեկ դա ձեր հայրական տունը էթում է ու հանկարծ վախենում է մի հատ բասանի խալադերնիկից ջուր խմի, որտեղ քո հայրական տունն է, քո հերն էլ ուրախանում է։ Ես չեմ ասում այն որդին, որ թող Աստվածների, ես իմ կյանքով ապրում եկել է, հերը կասե ախպեր, որից է հոտ է գալիս, ես ինչա վիճակը, չէ, մենք խոսում ենք նորմալ սուրբերի հավատացյալների վրա, ճիշտ է թե չէ, որտեղ միշտ այդ ժամանակ մեկ առաջանում է, բա որ մեղք գործենք, մեղք մի գործ, ես չեմ ասում մեղք գործի։ Աստված ասում է հավատա ինձի, վստահի ինձի եւ քեզի ողորմություն եմ, քեզի հասցնելու եմ նավահանգիստ, բայց ճանապարհին ինչպես Իսրայելում, հինուխտում գրված է եւ կարճ ճանապարհ կար, բայց Աստված անես ճանապարհներով տարավ, որպեսզի իրան սրտինը իմանա։ Մեզ էլ մեր ճուզած ճանապարհներով է շատ ժամանակ տանում։ Գիտեք ինչ է շատ ժամանակ տանում։ Եթե այդ ճուզած ճանապարհով չտանի, մենք մեր վիճակը չենք հասկանում։ Աստված գիտեր մարդու սիրտը։ Աստծուն պետք չէր, որ ինքը իմանար, ինքը գիտի մարդու հոգիները, սրտերը քնողը ինքն է։ Ինքը պետք չէր, բայց պետք էր, որ ես հասկանայի, ինչ խելոք եղբայր եմ, ինչ խոնարհ եղբայր, բա, իշ մեկ, ասկին չգիտեմ, մեր վաղ երրորդ մասում մեկի քուրերին եմ, վա, եղբայր ջան, քո ոտի տակի հողին եմ, կամ տես մեծ ճոխ, մի արտասանելով ասում էին, ոնց որ այդ գեղեցիկ թե ինչի մարս այդ խոսքեր ասում, մեկին մի սթից առդ այդ ոտի տակի հողը դառնում էր եսի մեջ, չեմ ուզում ասում, ուզում ասեմ, շատ ժամանակ Աստված մեզի տանում է ճանապարհները, որպեսզի մեր վիճակը բացվի։ Էդի պետք է որ բացվի, որ մեր մասին մեզ կարծիք չունենանք, որ մեր իմանանք, որ ինչպես աղախինը տիկտոש ձերքի տիկտոش տեքներն մենք միշտ պետք է կախված լինենք, քուրեր եղբայրներ, Աստծուց կախված պետք է լինենք։ Դրա համար ձեր հավատքը մի կորցրեք, քուրեր եղբայրներ։ Քրիստոս մեծ գործ արել մեր համար։ Արյունա թափե։ Մեզի արդարացրել է, բայց չի ասել գնա մեղք գործի, բայց գրված է, Աստծուց ծնվածները մեղք չեն գործում, գրված է թե չէ։ Բայց նույն Հովհաննեսն էլ ասում է, եթե ասենք մեղք չեն գործում, սուտ ենք ասում,
Բայց եթե խոստումանում ենք մեր մեղքերը, Աստված հավատարիմ է մեզի ներելու, ճիշտ է թե չէ։ Հիմա ո՞նց հասկանանք։ Միթե Հովհաննեսը ինքը իրան հակասում է, չէ։ Աստծո ծնվածը մեղք չի գործում։ Ես չեմ տրամադրված ինչ որ բան մտածում, եղբոր քրաշկա մեթամ մեղքի ծրագիր չունեմ, բայց որպես մարդ լինում է անկում սայթակում, ես զղջում եմ, ապաշխարում եմ, աղոթք եմ անում, Աստծուն խնդրում եմ, եթե մարդու դեմ է, մարդու հետ Աստծո դեմ է եղբայր, սա այդ process-ը քուրեր եղբայրներ։ Եվ Քրիստոսի արյունը ինձ մաքրում ու սրբում է քուրեր եղբայրներ։ Եթե ժամանակին օծներ եւ գործողություն, այսօր ավելի առավել քուրեր եղբայրներ։ Դրա համար ինչքան էլ ընկած լինես, ինչքան էլ հողին հավասարված լինես, գլուխդ բարձրավերև աղոտ կարա իրան, ինքը քո զղջա ապաշխարիկ, դրա համար եմ ասում, քուրեր եղբայրներ, շատ կարևոր է այդ հավատքը Աստծո նկատմամբ, որովհետև եթե պարզ ասեմ, եթե դու ուզում ես մնաս երկրի վրա, այդ հարվածները ուտելու, դու գիտես, բայց լավ իմացի, ինչ որ գրված է ասելու ու կատարվելու է, բայց Քրիստոս մեզ գործ արե, որովհետև մենք պետք է վերջապես մեր փրկության վրայով հավատք ունենանք։ Եթե ես գնում եմ անհավատին քարոզում եմ, ասում եմ, լսի, Քրիստոսը խաչվել է Գողգոթայով, մեղքերի թողություն կա, ազատագրում կա, փրկություն կա, երկինք կա, ամեն բան, ու եսի մի քիչ ավետարանից հասցնա, ասի, իսկ դու փրկված ես, չէ, եղբայր ջան, դե 40 տարի գնում եմ, բայց հələ չգիտեմ փրկվել եմ թե չէ։ Այդպես ո՞նց կլինի, կարա կնձի այդ հանելուկը բացատրեք էլի, քուրեր աղբերներ։ Նորից եմ ասում, ես չեմ ասում, որտեվ այսօր մարդիկ, այսօր փառք ասես, այսօր մարդիկ այնքան չեն ուզում իմ քարոզը լսեն, քո քարոզը լսեն, որ հարևանը բարեկամ, այլ ուզում են իմ կյանքը տեսնեն։ Իհարկե, եթե հարևանը տեսնի, ես իրանից էլ մի բան անցնում եմ, ես ո՞նց կարամ համարձակվում, որ ես նրան ասեմ, ես փրկված եմ։ Իքասի լստրան նայ, մենք քեզից արդարենք, ես իմ խոսքը հավատացյալների Աստծո երեսը փնտրողներու Աստծո վախ ունեցողների համար է։ Մի նեղացեք որ տենց եմ ասում։ Տերը ձեզի օրնի զորացնի քուրեր եղբայրներ, քան որ շատ եղբայրներ կա, ես չեմ ուզում, բայց ձեր վստահությունը Աստծո նկատմամբ, Աստծո խոստումների նկատմամբ հավատացեք, որ ինքը կենթանի Աստված է։ Ինքը ոնց է երեք այսօր հավիտյան նույնն է։ Եթե այն ժամանակ մնաթորտացում տաճարը սարքեց եւ Աստված ասեց իմ աշկը գիշեր ցերեկ այս տաճարի վրա է, այսօր դուք Սուրբ Հոգու տաճար եք, մենք Սուրբ Հոգու տաճար ենք եւ Սուրբ Հոգի Աստված մեր մեջ բնակվում է եւ անդե որ ասում էր երբ որ այդ տաճարից կանչեն կամ ընդից նայեն այն իրան զղջան ապաշխարեն քո անունը կանչեն դու լսի ու ների այսօր Սուրբ Հոգու տաճարն ես երբ որ զղջում ես երբ որ տենում ես ուժ չունես հաղթություն չունես Հովհաննեսի թղթերում պարզ գրված է հաղթությունը սիրուն գեղեցիկ խոսքերի չի ոչ թե մարդկային ուժերի որ գրպանում ինչ փող կա քուրեր եղբայրներ մեր հավատքը ուղղել ապեք մեր Աստծո նկատմամբ մեր հոր նկատմամբ որովհետև այն խոսունքները որ տվել է ոչ թե մենք ենք մենք չկան գոյություն չունենք մենք զրո ենք երբ որ Հիսուսը կո մեր կողքն է հայտնվում մենք նոր թիվ ենք առաջանում առանց Հիսուսի մենք զրո ենք մարդկությունը զրո է բայց մեր հավատքը ուղղել է պետք որպեսզի ով որ մոտենում է Աստծուն պիտի հավատա եղել է դեպքեր երբ որ հիվանդների մարաղոթք են արել մեկ էլ ասում է ես տենց էլ գիտեի իհարկե տենց գիտեի ոնց որ գիտեի տենց էլ ստացար բայց ամբողջ ավետարանը որ կարդում ենք երբ որ ժողովուրդը հավաքվում եւ ամբողջը հավաքվում էր ասում է եւ գնում էին իրան եւ գրված է միտեղ գրված է որ կինը հիվանդ էր 12 տարվա այդ կինը որ հիվանդ էր ասում է միայն թե դիպչեմ կբժշկվեմ Եվ դիպչավ Հիսուսն ասեց ով ինձ դիպչավ ասեն աշակերտները ասեն սա քեզ ենք նո ասում զորություն անցավ այսօր մենք էլ ենք եկե մի տեղ էլ կա էլ նոր կտակարում ասում Մատթեոս ասում եւ ովքեր որ դիպչան բժշկվեցան այսինքն գալով հավաքույթի դա շատ լավ է լսենք ամեն ինչը բայց որ միտքը սիրտը էությունը որ այն խոսքը որ ասում է Քրիստոս մեր մեջ ներկա է Աստված մեր մեջ ներկա է դու աշխատի որ իրան դիպչես որ ստից բժշկված գնաս քուրը սախբերես բայց դա էլ հավատք է երբ որ դու ասես վայ ոնց կլինի ամոթա է ախր ամոթա չէ այդ խոնարհությունը Հիսուսին պետք չի Այդ խոնարհությունը Աստծուն հաճելի չի, որտեվ Աստված բարձ գրված է Հեբրայեցիս խտերում, եթե իրան մոտենում ես, պիտի հավատաս, եթե կասկածում ես, ինքը չի հաճում այդպես, այդ կեղծ խոնարհությունը ինքը չի հաճում, ինքը ուզում է, որ դու Քրիստոսի իրանով սրբված լինես եւ հավատքով դիմես իրան, եւ հաղթությունը ինչու՞ է կայանում, մեր ուժի, խելքի, փող ունեմ, չունեմ, ինչի մեջ է, հաղթություն մի հատ մի բան կա, որ Աստծո խոսքը մեզ է ասում, ինչով մենք կարող ենք հաղթել, բարձ գրված է, քուրեր եղբայրներ Ուղղակի կարճացնեմ, քանի որ եղբայրները շատ
Որտեվ սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանները պահեն եւ նրա պատվիրանքները ծանր չեն, որտեվ ամեն ով որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին, եւ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Պետք չի ինչ-որ ընկնենք, վայ, տենաս ինչ է ասում, եսի ինչ մեծ հարված։ Ձեր հավատքը, հավատա, քանի ասում է հավատում ես, եթե հավատում ես, քո հավատքով քեզի լինի։ Եթե դու չես հավատում, դու դիմում ես Աստծուն, բայց չես հավատում։ Որտեւ դու մտածում ես, որ դու մեղավոր ես, դու արժանի չես, էլի մենք մեղավոր ենք, էլի արժանի չենք, բայց Քրիստոս եկա, որ մեզի արժանացնի, մենք էլի գճկանք, Քրիստոսն է արանքում, Քրիստոսն է, մենք որ խոսում ենք, որ Աստված փառով, իր շնորհքով է, որ մենք կարողանում ենք Աստծուն դիմենք։ Եթե ինքը չլինի, մենք մեզանից ոչ մեկ այսօր ստեղ չենք լինի, բայց իր արած զոհը իմ ու քո համար քուրեր եղբայրներ, որ մենք այսօր գանք, փառավորենք իրան, մեր սրտերը բաց անենք իրան, Քրիստոսի արյունով մաքրվեցիր, գրված արդարի աղոթքը Աստված լսում է։ Պարզ հասարակ ճիշտ է կա, մի կասեն խիմենակ արդարի այնքան դեպքեր բերեմ, ես դա գիտեմ, այդ դեպքերը, որ նաև մարդիկին աղոթե, որ լսել է, բայց մենք այսօր հավաքվել ենք հավատացյալների հետ, մենք խոսում ենք մեր մասին, քուրեր եղբայրներ։ Մենք դրսի մասին չենք խոսում։ Դրա համար Տերը ձեզ օրհնի քուրեր եղբայրներ, զորացնի։ Իմ խնդրանքն է ձեր հավատքը Աստծո նկատմամբ, Աստծո խոսունքների նկատմամբ երբեք ու երբեք չկասկածեք։ Իր խոսունքները այո ու ամեն են բոլոր իրան հավատացողների, իրանից վախեցողների, սրբության կյանքով գնացողների համար, որտեղ նայեք, հասարակ մի բան ասեմ, հասարակ չի, թող Աստվածների խոսքից եմ։ Նախանց Գաղատացիս թղթերում գրված է, հայտնության մեջ գրված է շատ սուտասաներ նախանձի համար ներքևում գրված այսպիսի մարդիկ երկինքի արքայություն չեն մտնում։ Պարզ գրված է, դե կարծես դե մի ինչ է, նախանձ է, էլի նախանձեցի։ Քուր գրված է երկինքի արքայություն չեն մտնում։ Գնա աղոթի, զղջա, ապաշխարի, խնդրի, բայց հավատա, որ Քրիստոս քեզի կարա ազատագրի։ Հավատա, որ Քրիստոս քեզի կարա ազատագրի։ Ոչ մեկ քեզ չի կարա ազատագրի, բայց ինքը կազատագրի։ Երբ որ դու ոչ թե դիվանին նստես, որ քեզի պետք է ալնի, բայց աղաղանք, որտեղ էսի պատերազմ է։ Իսկ այս պատերազմում լինում է անկումներ, լինում է վիրավորվում են, լինում է ուշքն էլ է գնում, հետո միջև ուշքի են բերում, վերև են հանում, նորից զինվորը կանգնում է։ Տերը ձեզի օրհնի քուրեր եղբայրներ, շատ եղբայրներ կա, շատ չեմ ուզում երկարացնեմ, 15 րոպեներ անցնեմ, Տերը ձեզի օրհնի, զորացնի, ձեր հավատները ուղղեք Աստծո վրա, Աստծո խոսմունքների վրա, ձեր խնդիրները ինչքան էլ մեռած լինեն, իմացի, այդ խնդիրը որ կա, Աստված կարա լուծի։ Քո աղոթներով Աստված այդ խնդիրը կլուծի։ Մենակ դու աղոթ կարա, իսկ Աստված սիրող հայր է, ինքը ողորմած է, Տերը